Վարչապետ Նիկոլ Փաշինյան ընդունեց ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարի դեղակալ ՄԱԳ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Թատյանա Մոլչան։ Հանդիպման ընթացքին քննարկված են Հայաստանի եւ ՄԱԳ-ի գառույցներու ՄԱԳ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագիրներու իրականացման առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարված է ոլորտային, մասնավորապես ուժանույթի եւ ենթակառուցվածքներու զարգացման ուղղություններով հետագա համագործակցության գարելիություններուն, ինչպես նաեւ ՄԱԳ-ի գայուն զարգացման նպատակներու իրականացման գործընթացի մեջ Հայաստանի առաջընթացին։ Հանդիպման անդրադարձ կատարված է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության, նաև Հայաստանի մեջ 2026 թվականին տեղի ունենալի կենսաբազմազանության 17-րդ համաժողովին, ընդգծելով ադոր ռազմավարական նշանակությունը թե դարաձաշրջանին, թե ընդհանուր բնապահպանական օրակարգին։ Դիգին Մոլչան շնորհակալություն հայտնելով ընդգծած է ՄԱԳ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը համագործակցությունը շարունակելու Հայաստանի կառավարության հետ։ Վարչապետ Փաշինյան ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերու նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը, ան ողջունեց ֆրանսիացի պաշտոնյային այցելությունը Հայաստան, արձանագրելով, որ երկու երկիրներու հարաբերությունները բարձր մակարդակի վրա են։ Փաշինյանի խոսքով ավելի կարևոր է այն, որ տարբեր ոլորտներու մեջ երկկողմ փոխգործակցությունը կխորանա եւ կամրապնդվի։ Երկրի ղեկավարին խոսքով սա արձանագրած են նաեւ վերջերս Թիրանայի մեջ կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմամբ։ Ֆրանսիայի արտաքին գործ նախարար երեք հանդիպեցավ Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյանի հետ եւ նշեց հայ-ֆրանսական հարաբերություններուն նաեւ փաստաթուղթով ռազմավարական բնույթ տալու մտադրության մասին։ Ֆրանսիայի արտաքին գործ նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությունը հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելեց Հայաստանի արտաքին գործ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ։ Երկու երկիրներու նախարարներ ձագեբսակներ զետեղեցին հայոց ցեղասպանության զոհերու հիշատակը հավերժացնող հուշագոտողին անմար գրակինքով հարգելով հայոց ցեղասպանության անմեղ զոհերու հիշատակը, ինչպես նաև երկու երկիրներու պետական այրերուն մասնակցությամբ հայոց ցեղասպանության հուշահամալիրի հուշաբադին տեղի ունեցավ ֆրանսացի Լուի Դարտիշ Դյուֆուրնեի հուշակարի հանդիսավոր բացումը ի նշան երախտագիտության եւ Մուսա Լերան հերոսամարտի 110-ամյակին արիթով։ Միջոցառման ներկա եղած են նաև ծովագալի հարազատները։ Հուշեմ թե 1915 թվականի Մուսա Լերան հերոսամարտի ժամանակ Լուի Դարտիշ Դյուֆուրնեն ֆրանսական արևելյան նավադորմի փոխ ծովագալի պաշտոն ուներ, վտանգելով զինվորականի իր հետաքրքրությունն ու չսպասելով ֆրանսական կառավարության հրամանին, առանցին որոշում կայացուցած է օգնության հասնելու հայերուն, որուն շնորհիվ 4000-ն ավելի մուսալերցիներ փրկված եւ տեղափոխված են Եգիպտոս։ Հայաստանի արտաքին գործ նախարարի դեղակալ Վահան Գոստանյան Երևանյան երկխոսություն համաժողովի շրջանակներում մեջ հանդիպում ունեցավ Պաղեստինի պետության արտաքին գործ եւ արտակարգթյալներու հարցերով պետական նախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանին հետ։ Զրուցակիցները անդրադարձած են երկկողմ օրակարգի, ինչպես նաեւ հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի դարաձաշրջանային հարցերուն։ Պետական նախարար Աղաբեկյանն ներկայացուցած է նաեւ Գազայի մեջ տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի քննադատականները։ Իրանի արտաքին գործ նախարարի դեղակալ Սայեդ Խաթիբզադեն հայտարարած է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է խուսափին լարվածությունը մեծնել են եւ երթան դեպի խաղաղության հաստատում։ Ան վերահաստատած է խաղաղության գործընթացին աջակցելու Թեհրանի պատրաստակամությունը։ Իրանցի Թիվանակետ այս մասին խոսած է Երևանյան երկխոսություն 2025 միջազգային համաժողովին լրագրողներուն հետ ճեպազրույցի ընթացքին։ Արտաքին գործ նախարարի դեղակալին խոսքով հարավային Կովկասը պատերազմներու հետևանքով խոր վերքեր ունեցած է եւ այդ պատճառով Իրանը կփափակի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի։ Երևանյան երկխոսություն միջազգային համաժողովը սկիզբ արավ 3 կշարունակվի նաեւ այսօր։ Կմասնակցին շարք երկիրներու արտաքին գործ նախարարներ եւ պաշտոնական ներկայացուցիչներ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Թուրքիո արտաքին գործ նախարար Հական Ֆիդանը, որ երկու օրվան այցելությամբ Մոսկվա կգտնվի։ Կրեմլինի հաղորդակցութենեն բարձ գտարնա, որ անոնք երկկողմ հարաբերություններեն զատ քննարկած են ուկրաինական թեման։ Ռուս-ուկրաինական բանակցություններու առաջին հանգրվանը տեղի ունեցավ Ստամբուլի մեջ 16 մայիսին, նոր հանդիպման ամսաթիվը դեռ նշանակված չէ, թեև Բլումբերգ գրած էր, որ հերթական բանակցությունները կգրնան տեղի ունենալ արդեն այս շաբաթ։ Եվրամիությունը գծկտի Ուկրաինայում մեջ հրատատարի եւ խաղաղության հասնելու նպատակով շահագրգռված է բոլոր կողմերուն բանակցային սեղանի շուրջ բերելու հարցով։ Բրյուքսելի մեջ կայացած ճեպազրույցին հայտարարած է Եվրահանձնաժողովի մամլոքարտուղար Պաուլա Փինյոն, մեկնաբանելով Սլովենիո նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի հայտարարությունը Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու Եվրամիության ծրագիրներու մասին։ Մենք կրնանք հաստատել, որ շահագրգռված ենք բոլոր գործընկերներուն, բոլոր շահագրգիռ կողմերուն բանակցային սեղանի շուրջ բերելու հարցով խաղաղության հասնելու նպատակով հրատատարի շուրջ քննարկումներ կատարելու համար։
Ռուսաստանի նախագահի մամլոք արտուղար Դիմիտրի Պեսկով հայտարարած է, եթե եվրոպական պետությունները իրոք որոշած են վերացնել Ուկրաինայում մատակարարվող սպառազինության հերահարության սահմանապահումները, ապա այդ շատ վտանգավոր որոշում է, մեկնաբանելով գերմանական բարբերականի հրաբարակումը։ Թերթը մեջ բերած է Ֆրեդերիխ Մերցի խոսքը, որը ասաց էր, թե Բրիտանիան, Ֆրանսան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները որոշած են Ուկրաինայում այնպիսի սպառազինություն մատակարարել, որմով կարելի պիտի լահարվածել Ռուսաստանի տարածքները։ Հնարավոր նման որոշումները կհագասեն քաղաքական լուծման հասնելու մեր ցկտումները, նշած են Կրեմլինեն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն հույս հայտնած է, որ Ամերիկայի նախագահ Թրամփի դժգոհությունը պիտի վերածվի գործողություններով եւ Վաշինգտոն լայնածավալ պատժամիջոցներ պիտի գիրառեր Ռուսաստանի նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահը հիշեցուցած է, որ անցյալին Թրամփ նույնպես բազմիցս ափսոսանք հայտնած էր եւ դադարած Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարվածները։ Թրամփ հայտարարած էր, որ Ուկրաինայի մեջ թիրախներու վրա Ռուսաստանի կողմին կատարված զանգվածային հարվածներեն հետո կքննարկի Ռուսաստանի թեմ պատժամիջոցներու գիրառման հնարավորությունը։ Ամերիկացի առաջնորդը դժգոհություն հայտնած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններեն զայն խելակար անվանելով։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։